Բարի եկած ճակատապած, այսօր մեր հյուրն է Թալար Շահինյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներու Կալիֆոռնիա նահանգեն եւ UC Irvine համալսարանի հայագիտական ամբիոնի դասախոս եւ համեմատական քրագանության դասախոս։ Թալար, բարի եկած։ Բարի տեսանք, Շատ հաճելի է քեզի հետ հոս գտնվելը։ Նմանապես, ես շատ ուրախ եմ։ Ինչքան է Հայաստան չէ եղած։ Ուրեմն 2014-ին արիթ ունեցա այցելելու այնադեն Society for Armenian Studies մեծ գիտաժողով կազմակերպված էր եւ կորձընկերներով բոլորս միասին հոսեինք 12 տարի Բամփոխված է շատ բամփոխված է սկսելով խջողում են այո Այսինքն թե լավ թե վատ Եվ իսկապես քաղաքին գերբարը բոլորովին փոխված է ամենամեծ փոփոխությունը իմ հետաքրքրութենես փխած այն է որ արևմտահայերենը շատ կլսվի գհնչե փողոցներեն եւ անշուշտ ասեմ որ ես գետրոնը կմնամ եւ անշուշտ յուրահատկություն է վստահ չեմ եթե թուրսերը ավելի բդդեի որոշ արիթով հարսանիքի արիթով եկած ենք ընդանյոք հոս ուրեմն այս գետրոնը որ գկալեմ ջաշարանները գնստիմ ագանչս միշտ արևմտահայերեն գլսե որ ինձի համար չէի սպասեր ուղղակի եւ հավանաբար խոսողներեն շատերը թուրսեն այցելողներ են, թերևս Լիբանան են այցելող կամ Սպիրկի ալկաուտներ են, բայց ցույց ինձ եսեք որքանով լսելի է արևմտահայերեն խոսակցականը Երևանի, կոնե Երևանի առօրյային ներս Բավական դարազված է, շատ ավելի քան առաջ, այո։ Այլևս շատ խորտ չէ, որ հանգարց լսես մեկում բադահապար քայլելու ժամանակ կենթադրես որ կամ դուրս են եկած մանավանդ եթե ամրան այս արձակուրդի շրջանին է կամ ալ միջնարևելք են հավանաբար Սուրիա, Լիբանան, Քաղտած այստեղ Կանադա այո այսօր քիչ առաջ հոս քալելու ժամանակ Կանադա սիրմիտքս եկավ Կանադայի բադանեգան միության անդամները Մոնրեալին եւ Տորոնտոին արևմտահայերեն լսեցի եսի ասում կովեն դեսաշաբիկները հարկած որ ծանոթներ են ասում ծանոթներով զավակներ Շատ դարազված է վերջերս իսկապես, ասենք մանավանդ Սուրիո բادرազմեն սկսյալ բավական փոխված է եւ ոչ թե միայն արևմտահայերեն լսել, այլևս քաղաքին մեկ մասը դարձած է, չէ՞, լան ճաշարանները մանավանդ շատ կխոսենք ճաշարաններու մասին, Քիմքը համոհոտնալ հետերնին վերած են Այո, միջին արևելյան խոհանոցը ուղղակի ներկայություն է քաղաքներս մենք ընդանյոք Լիբանան ծրագրած էինք այցելել հոս կալե առաջ չեղավ անշուշտ cancel-երինք այդ ծրագիրները եւ Սեվով մգս կամ որ Լիբանանի գարոդս հոս կարնեն իսկապես Եվ բեդոնա մասը գազմի անոր չէ որովհետեւ որքան որ քիչ առաջ հասկացա արդեն դուք մանկության ընկերներ եք Այո Բադվեցեք անոր մասին Որ մեկ բատմեմ Զորն ասեմ կամ զորն խոստում ասեմ Չէ իսկապես Թալարենց հետ կամ Շահինյան ընտանիքին հետ Թալար այդպես մանկական ուղագի ընկերներ ենք ծնողներով անշուշտ Այո ծնողներ Այնքան շատ որ Թալարին մորը ես հորքուր գանբան եմ այնքան շատ նանի հորքուր Այդպես եւ մեր մանկական օրեր են ջամարանի օրեր են արդեն Նույն դպրոցը գաջախենք ջամարան այո Հետո ծերնդանիքը ես երբ պետոյի մասին մտածեմ ուղղակի մեր հայկական սպյուրքի ներկայացուցիչն է իմ մտքիս մեջ պետոն ծրվածության փորձառությունը իսկապես ունեցած ես դարբեր քաղաքներու մեջ ապրած ես Հունաստան երբ դուք դեղափոխվեցաք ընդանյոք նույնիսկ հոն չմնացիր
Կացիր Մելքոնյան, ուսումդ այլ սպյուրքյան հասարության մեջ ստացած ես, և հիմա Հայաստան հաստատված, ուրեմն կու գյանքի ուղիտ իսկապես իմ մտքիս մեջ սպյուրքի այդ սրվածության փորձառությունը կներկայացնե, կպատկերացնե։ Stateless։ Չէ, շատ լավ ակնար գրել իսկապես եւ գուզեմ անմիջապես stateless-ին գալու stateless անբեդականություն երևի հայերենով եթե ուզենք ինչպես պիտի գոչենք state ես այդ եզրը կորզածած էի քրախոսակային մեջ Վարդան Մատթեոսյանը ինչ առաջարկեց փորձեմ հիշել հայրենազուրկ Okay, ուրեմն հայրենազուրկ գարձեմ ասպարեզներ որ քիրքի հայդարարությունը հրավ անհայրենիք նույնիսկ կործածված որ հոս քիչ հայյանքի պես է անհայրենիքը մանավանդ արևելահայրենի մեջ ես ընդհանրապես pedagoganazurg եզրը կօգտագործեմ իսկ անպեդագանություն երևի pedagoganazurg ուրիշ իմաստ գուտա, այսինքն զրկված pedagoganuten բայց մեկ մասնալ այդպես այո, այսինքն իրականություն մնալ գա իրականություն մնալ գա Դերգուգասյանին հետ ունեցած եմ ասնույթ ունեցած ենք մտածելով որ pedagoganazurg կհամապատասխանի անգախութենեն առաջ եկող սպյուրքյան իրականության, այսինքն ասկ աքսորիալի, որ ադի Խաչիկ Թլելյանին եզրն է, այդ իրականության կհամապատասխանի pedagoganazurg հավաքականությունը եւ անգե մեկնած թերևս լեզուն նաեւ, իսկ հիմա թերևս պետք է քիչ փոխենք մտածեմ անպեդական եզրին շուրջ, ուրիշ, առավոտյան գբնդացե stateless, այդ համախմբումը չէ, այդ ժողովուրդը, որ բեդություն չունի, Հայաստանը գա, այո, բայց կանի սպյուրքի մասին կխոսենք, կամ տասական սպյուրքի մասին կխոսենք, stateless, pedagoganazurg երևի, բայց այսօրվան իրականության հետ եթե ուզենք այլ բահել, pedagogan երևի գարժե մեկատ գարժե իսկապես գարժե այսպես քիչ մտածել այս ուղությամբ երկու խոսք ասեմ թե stateless-ը իբր քիրքին խորակիր վերնակիր ուրգեգ ու կա գաբված է stateless power հղացքին հետ որ նաև Խաչիկ Թլելյանին եզրերեն մեկն է երբ գբատկերացնե սպյուրքի իրականությունը հետ եղերնյան դարիներուն անշուշտ կխոսենք երբ պետություն չկա խորհրդային միության դարիներու ընթացքին թե ինչպես սպյուրքի մտավորականներ եղած են ուղագի գառուցած են ասկ աքսորիալ եւ գրծած են ղեկավարել ամփոխը այդ սպյուրք հավաքականության հղացքին շուրջ եւ ունենալ հաստատել զարգացնել մշակել իրենց կառույցները եւ հոնե որ stateless power ուղագի դեսանելի է իբր ղեկավարիչ ուժ այսինքն գա ծրվածության մեջ եւ այդ ամփոխը հավաքական ամփոխը սպյուրք գհամարվի քանի որ անտրասկային կորձակցություն ունենա այդ քաղուտները այսինքն ծրված քաղուտներ չեն այդ ծրվածության են դուրս կուքան իբր անտրասկային հավաքականությունը որ կոչվի սպյուրք իսկ լեզվին կալով որովհետեւ Գիրքը գարտացած եմ խենթանալիք է, վարձկտ կատար, քրիչը թալար, շատ թալար, լեզվին կալով արեմդայրենը այսօր անբեդական է, բեդություն ունի? Okay, կալով ներգային քիչմը գարձեմ գմեգնինք այլ քիրքի նյութեն, չէ, գհերանանք ասեմ քիրքի նյութեն, բայց այս մեկնագետն է որ կրածեմ այս քիրքը ինչպես կրնանք սահմանել արևմտահայերենը այսօր իբր անպեդական պետութենե զուրկ լեզու
Այո, արևելահայերենն է, որ այս երկրի պետական լեզուն կհամարվի, անշուշտ սահմանադրության մեջ հայերեն ընդհանուր ծևով հայերեն նշված է, բայց Քերիշխող լեզուն արևելահայերենն է, չէ։ Բայց անշուշտ կան հետաքրքրական շերտեր, խաչմերուկներ եւ այլն, որ կբադահին ground up հիմա ինչպես կսենք փողոցը Երևանի վրա կհնչի արևմտահայերենը, կան արևմտահայերենի գետրոններ, Երևաններս, Հայաստաններս, գա արևմտահայերեն նույնիսկ մշակութային արդարություն հիմա Հայաստաններս։ Ուրեմն արևմտահայերենը միան սպյուրքի լեզու չէ այլևս, կամ նույնիսկ սպյուրքի մեջ իր գեցվածքը իր իրականությունը փոխված է, քանի որ մեր քաղուտները այլ դարձած են բազմագի մշակութային լեզվական գետրոններ եւ արևմտահայերենը հոնգը կորձե արևելահայերեն բարբարային դարբերակներու գողքին եւ արևմտահայ բարբարները, որ միջին արևելքի մեջ դասավորված էին հետիղերնյան դարիներուն, հիմա նաև անոնք կորձեն կովկովի խոսակցական լեզվի մասին է ագնարգս։ Ուրեմն հիմա բեդագանության դեղը ուր է այս մեր սահմանումին մեջ։ Ինձի համար ալ հստակ չէ այս մեկը այս հարցումը։ Եթե մտածեմ իբր սպյուրքակետ կամ սպյուրքագիտության դեսանգյունեն մոդենամ հարցին, ինձի համար կարևորը դասակարգումի հարցն է, քիչ աչքսիր քերիշխող լեզու չէ, հայկական ընդհանուր աշխարհի մեջ քերիշխող լեզուն այսօր արևելահայերենն է արդյոք, հավանաբար այո, եւ ճիշտ այդ անհավասարությունն է, որ մեզի թերևս գրնամ մղել ասելու համար, որ թեր անպետական լեզվի ժառանգը գգրե այսօրվա արևմտահայերենը եւ եթե պիտի մտածենք սպյուրքի մասին, սպյուրքահայ քաղուտներու մասին, սպյուրքահայ քաղուտներու ընդհանուր հարաբերությունը եթե վերլուծենք եւ արժեվորենք Հայաստանի պետականության հետ, արդյոք եթե այդ պատկերը կամ այդ պատկերացնենք իբր ստորաթաս իրականություն, ուրեմն հոն թերևս արևմտահայերենը պիտի համարվի անպետական կամ պետականազուրկ լեզու։ Սպյուրքի եւ լեզվի փոփոխության մասին ագնարգետ գուզեմ նշել, որ շատ հաճախ այլևս կտեսնենք արևմտահայ կամ տասական սպյուրքի մամուլի մեջ հոդվածներ կամ շատ կամ մեծ քանակով շատ քրություններ, որոնք արևելահայերեն լեզվով թերթի էջերուն մեջ լույս կտեսնեն, բայց ուղղակրությունը փոխված կլա։ Երբեմն ալ չէ։ Անոր համար նաև ասենք քերիշխող, որ նաև ասի այդ առումով նաև որոշ տեղեր կան, որ արևելահայերենը իր ուղղակրությամբ նաև գքերիշխե տասական սպյուրքին մեջ։ Այո, այսին եթե նայինք ոչ միայն խոսակցականը բարբարայինը, այլ նաև այդ քրագանութեն է դուրս մամլո մեջ իր ներկայությունը, այո, համաձայն եմ։ Եվ գներես 91-ին անկախութենեն հետ բան փոխվեցավ, այսինքն այդ բոլորը բացվելով սպյուրքը Հայաստան գալով, Հայաստանցին դուրս ելտալով, որքան բան փոխվեցավ արդյոք։ Ավելի ճիշտ հարցում։ Ամեն բան։ Պատասխանը բարձ է։ Այդ սպյուրքի project-ը, որում մասին կխոսեմ եւ որոշ ծևով կքննադատեմ նաեւ, չէ, քրագանության ջամփով, այսինքն այդ հայեցի քրագանության
համագարկը, որը ստեղծվեցավ Սփյուռքի մեջ, կառուցվեցավ շատ թիթմամբ։ Որ ծես բան բներ։ Այո, գարժևորեմ եւ քննադատեմ ասելով որ որոշ սահմանափակումներ թրավ եւ 1991-ի անտին չգրցանք շարունակել արևմտահայերեն այդ արդարությունը, քանի որ սահմանափակած էր հայեցի համագարկը քրագանության։ Ուրեմն իմ մտքիս մեջ 91-ին անտին շատ բան կփոխվի եւ այդ Սփյուռքի project-ը որ անշուշտ շինվածք մնե it's a construct իմ գարձիկովս հոն սահմանափակվեցավ անգե անտին մեր տասական հաստատությունները թերևս հիմա փոխված է բայց սկիզբի շրջաններուն շփոթած էին թե ինչպես շարունակել մշակութային արդարությունը Սփյուռքի երբ որ ունենք հիմա անկախ պետությունը եւ այդ պետությունը ունի հմայքը որ չենք կնար հերքել չէ ժողովրդին ամփոխի աչքին շատ քրավիչ հմայք մնե ունենալ անկախ պետությունը եւ հոնե որ արևմտահայ եւ արևմտահայերեն մշակույթը գարձեմ ինքնության դակնապը ունեցավ հիմա գարձեմ գփոխվի այլևս ինքզինք գտնելու նոր իրականության հետ վարժվելու այդ ընթացքի մեջ է շատ ավելի լավադես ծևով գմոդենամ Դակնաբեն բռնվելով գուզեմ գրգին շարունակել ասկեք բավական դարիներ առաջ 15-16 տարի առաջ էր երևի երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արևմտահայերենը տասած էր վտանգված այլևս լեզուներու շարքին եւ տուն նաեւ հոդվածը գրած էր անգլերեն լեզուով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճիշտ այդ արևմտահայերեն տասվելու կամ վտանգված լեզուներու շարքին տասվելու ասենք արիտով հոդված գրած էր որ զուգատիբությամբ ես արևմտահայերենի թարգմանած էի եւ սփյուռքյան ասենք մամուլի կամ արևմտահայախոս շրջանակները ասենք արդադված եւ դբազ էին դակնաբի մասին անիգակսեմ եւ տուն հիմա գսից որ ալ ինքզին գտնելու սկսած ենք մենք չէ արևմտահայերեն ինչ որ չափով աս 15-16 տարիներու ընթացքին գգարձես որ հարաճընթաց գա արևմտահայերենին հարևմտահայերեն հարաճընթաց աբրեցավ գաբրի այո նախ ասեմ որ այդ հոդվածը ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ արժևորման մասին չէր Գրիգոր Բլեդյանի մասին էր, բայց ներածագամը թրածեի այդ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, քանի որ նոր հայտարարությունը նոր եղած էր, ուրեմն այդ արժևորումի, այդ հաստատումի մասին ներածագամը թրածեի այդ հոդվածի մեջ եւ հոդվածը տուն արևմտահայերենի թարգմանած էր, անոր հիման վրա արևելահայերենի թարգմանվեցավ, սպաներենի թարգմանվեցավ եւ այլն, որ բնավ չէի սպասեր այնադեն Եվ անշուշտ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրսի Թուրսեն եկող գազագերբությունը լալով այս հաստատումը հրած է, բայց նաև ուսումնասիրությունը հայագետներ էին, որ ներկայացուցած էին, բայց հետաքրքրականը այն էր, որ մեր քաղաքներու ահազանգը եղավ, երբ Թուրսեն եկավ այդ հաստատումը, չէ։ Այո, եւ աղմուկը ստեղծեց եւ այն դարիները համապատասխանեցան իմ PhD-ս ավարտին եւ նոր ասպարեզի թաշմտած էի, նոր սկսած էի տասախոսելու Կալիֆոռնիա համալսարաններեն ներս եւ ուրեմն հրավերներ կստանայի հանձնախումբերու մաս կազմելու գային ահագին նախաձեռնություններ այն դարիներուն եկեղեցիները, դպրոցները, տասական սփյուռքյան հաստատությունները
փոփոխությունները ոտքի ելած էին, որ օքեյ փամը պետք է ենենք, ով պետք է լուծենք այս հարցը եւ այնադեն թեր խոսակցությունը նյութը գտարնար լեզվի բահբանման շուրջ։ Հիմա կալով հարցումիտ պետո ամենամեծ իմ գարձիկովս հարաճ թիմությունը լեզվի քաղաքականության ձիրեններս այն է, որ 15 տարիներու ընթացքին այլևս չենք խոսիր լեզվի բահբանման մասին, այլ կխոսենք լեզվի գենթանության մասին, եւ փուլերը անցավ լեզուն վերագենթանացնել, հիմա ինչ կնշանակի ունենալ գենթանի լեզու, եւ նաեւ տասական այդ մեր սպյուրքյան տասական գազագերբություններեն դուրս եկավ նաև նյութը եւ նախաձեռնությունները եւ հիմա ունիմ ուսանողներ որ թերևս նոր սորված են հայերեն գուզեն ծևով ստեղծագործել հայերենով եւ գմոդենան հայերեն լեզվի ոչ իբր փամը որ պետք է բահբանվի այլ իբր արդահայտիչ միջոց ստեղծագործական միջոց աբրող լեզու ասենք բահբանում զարգացում երևի լեզվի զարգացում ստեղծագործում, չէ, ստեղծագործենք հայերեն լեզվով եւ ահա հոսալ օրինակ, չէ։ Podcast Երևանի սրդեն ինչպես ուրբեն գսիրեսել Երևանի սրդեն արդեն արևմտահայերը, բայց ոչ թե միայն Հայաստանի համար, կամ ոչ թե միայն Սպյուրքի համար, այլ բոլորին համար արևմտահայերենով podcast հաղորդաշարը Երևան է նույնիսկ, չէ։ Հիմա այս բարակային Այո լավադես եմ եւ իսկապես կողքեվորվիմ այս դարբեր նախաձեռնություններու մասին լսելով, սորվելով իրենց մե վերջերս Գյուլբենգյանը USC-ի Armenian Studies Institute-ի հետ միասին Կիդաժողովը գազմագերված էր, Ռուփեն Նալհոներ, մենք մասնակցեցանք եւ 3 օրվա ընթացքին չեմ գիտեր քու դպավորությունդ ինչ էր ինձ համար շատ խանդավառ ցկեցի այդ Կիդաժողովը որովհետեւ ձանոթացա project-ներու անձերու մասնակիցներու լեզվի activist-ներու եւ այլն որոնց ծանոթ չէի նախապես եւ ես մեջն եմ այսինքն եւ նորություններ գային ինձի համար շատ խանդավառ էի այդ ընդհանուր պատկերով բայց ուրիշ բան մը գա արևմտահայերենի բարակային որ միշտ քիչ մը գնեղացնե ինձի կամ մտածել գուտա ուր է որ գրնանք ուր է այդ զանազանումը ասենք language activism-ի գողմը վերագենթանացման աշխատանք տանելու եւ ստեղծագործելու արդահայտելու արևմտահայերենով եւ մյուս կողմը գա fetishization fetish-ի հարցը լեզվի որ իմ մտքիս մեջ այդ բահբանման մյուս երեսն է գնանք դարբեր անունով կամ դարբեր բանով մասկով կներկայանա մեզի նույն հետևանքները կնա ունենալ այո ճիշտ ես հետաքրքրված եմ ծեր դեսանգյունեն որ հոս իբր Հայաստան ապրող արևմտահայերենը Հայաստանի մեջ կործածող նման նման մոդեցումի մասին կմտածեք բնավ այդ ֆետիշի հարցը միան սպյուրքյան բան է երևույթ է թե չեմ գիտեր ես այդ մեկը հոս չեմ տեսած անիկա գրնամ շատ հանգիստ ձևով ասել հավանաբար որովհետև շատ քիչ են այսինքն թիվով քիչ են այն հաստատությունները նախաձեռնությունները արդատրողները արևմտահայերենով որ չեմ հանդիպած ուղղակի այսինքն արիթը չեղած այդ ծևի գրողներուն կամ կորզածողներուն հանդիպիլ ես ալ նույնը ապրեցա USC-ի մեջ շատ խանդավառ էի որովհետև գային նոր թեմքեր այսպես առանց ցերնոցի այդ մոդեցումը անվախ մոդեցումը լեզվին հանդեպ շատ խանդավառեցիս միանշանակ բայց նաև գա այդ
ինքնանպատակ դառնալու վախը այնտեղ, որ արդյոք ինչի մասին է որ գխոսվի այստեղ, արևմտայինը որպես կորձածելի եւ առօրյա լեզու կամ բարձրապես որովհետեւ արևմտայինը թողն չէ այսօր եւ անիգա ինձի գմտահոգի անշուշտ այդ մեկը չմանտիպած ես խոս Հայաստանի մեջ այսինքն եկողը հոս ով որ բահած է իր լեզուն այդ լեզուն որպես կորձիկ այսպես հաղորդակցության գներեք լեզու եւ կորձիկ կորձածած է այդ մյուս երեսը չեմ տեսած հավանաբար չեմ գիտեր ես էլ ասեն համացան լալով ռուպենի հետ ուրիշ մեկ անգյուն է նաեւ գուզեմ մոդենալս նույն հարցին Սպիրկի մեջ երևի հայ լեզուն հայ մնալը հայաբահբանում ադամերն ինչի բայց հատկապես լեզուն բահելը հետևիլը անելը ահավոր ստրեսային վիճակ է բարդականություն ստրես վիճակի մեջ է հոս արդեն 6 տարի է որ հոս Հայաստան ենք եւ այդ ստրեսը իմ վրա է դուրս եկած է չգա եւ ես որ այնքան արևմտա հայերենի Բաշտբան, բահաբան, հրեշտակ, գիտես ինչ ֆետիշ երևի, երևի սպիրկի մեջ որ էի, մաքուր ուղղակրություն, մաքուր աս, մաքուրան, հոս այլևս ինձի համար դարբերություն չկա, եթե իմ աղջիկս կամ տղաս, եթե զավակներս սխալ հայերեն կրեն, կամ խառնված հայերեն կրեն, խոսակցական հայերենին լեզուն դինամիկ է, չէ՞։ Մեր դան մեջի խոսած արևմտա հայերենը խառնեն փողոցի եւ դբրոցի հայերենին հետ խառնեն այդպես է բայց այդ ստրեսը որ ունեի մաքուր խոսիր ասրը աները հոս կոնե ես չունիմ այդ մեկը եւ շարունակելով այս պահուս որ մենք հոս հավաքված ենք իմ փոքրիկս դղաս արևմտա հայերեն ամառային դբրոց կհաճախի հոս Գետրոնի մասին քիչ առաջ խոսանք արևմտահայերեն հարաճ Գետրոնի ամառային ճամփարը հաջախ է հոս այստեղ այսինքն խառնված են եւ իրենք շատ ամենայն դյուրությամբ արևելահայերեն ու արևմտահայերենը իրար խառնելով կամ ամեն մեկուն աչքին նայելով գիտեն ով որ հայերենը գխոսի անմիջապես գտարցնեն Քալովկու հարցումից սկիզբը որը հարցուցիր հոս ես այդպես չեմ զգա շատ հանգիստ կզգամ ես հոս նույնիսկ իմ խոսակցականս փոխված է այդպես է այսինքն ինձի համար կոնե այդպես է ուրիշ ինքնաբերաբար փոխված է կամ զգացիր որ չես հասկացվիր այստեղ անորամար փոխեցիր սկիզբը հաղորդակցության որսիր հաղորդակցության կարևորությունն ելնելով բնականաբար ես ինքս ստրեսի մեջ գտնեի որովհետեւ գտնամ թեմացինս հաղորդակցիլ հասկացվիլ բայց հետո գարձեմ անգե սկսյալ եղավ որ ալևս հիմա բնականաբար դուրս գուկա այդպես որ գուկա բայց աշուշ մեր դունի լեզուն արևմտահայերեն է քրագանությունը գարտալը կամ խոսիլը քրելը արևմտահայերեն է երեխաներուն հետ բնականաբար արևմտահայերեն խոսենք այդպես ասենք դինամիկ մնա որ եւ քերիշխանության մասին խոսենք չէ լեզվի գգարձեմ կամ իմ օրինակը ստալով գգարձեմ այդ իշխող լեզուն նաեւ ինձիալ աստազ է Բնականաբար, այո։ Ինչպես որ Հունաստան կամ Ամերիկա կամ Լիբանան որևէ մեկտեղ որ այդ աբրած վայրի ճիշտ աբրած վայրի այո ժամանակը լեզուն եւ վայրը այսինքն բնականաբար պիտի աստեն այդ մեկը այդպես է եւ նախնդրեմ հոս Հայաստանը լալ իմ հայերենս խառնել քան լալ չգիտեմ չէ այլ դերմը եւ ոչ հայկական աստեցությունը լա մեկ բանի վրա միան կամ մեկ բան գզղճամ որ իմ հայրս կեսաբեն է որ ես կեսաբի բարբարը չեմ գրծած սորվիլ ուշ չէ այո բայց այդպես լեզվի մասին խոսելով պիտի ուզեի օրինակ հայերենի բոլոր մասնիկները որուն ես գրողն եմ կեսաբի բարակային կամ մուսալերան բարբարը պիտի ուզեի օրինակի համար ես սորված եմ ինչ պայմանները ելնելով անշուշտ չեմ խոսած չեմ սորված բայց այդպես է զրակիրն է սկսենք գարելի է գան այո գան հոսալ գան այո
Կարծեմ դված հարցումս հիմա ուղղակի հստակացավ այլևս աս վայրի բանով կապակցությամբ որովհետև այդ fetishization-ի մասին որ գխոսեի լեզվի շինձյության մասին էր ադսկացումը որ մենք իբր սպիրկահայ միշտ գգրենք ցևով որ պատկանելիության հետ ալ կապ ունի չէ վայրի հետ կապված արևմտահայերենի բարակային օրինակ լիբանանյան փարփարը եթե այդպես բամ գա իմ մտքիս մեջ գա այն լեզուն է որ գլսեի ես լիբանան մեծածածենից չէ այդ լիբանանյան փարփարը ցևով մը լեզուն գգաբեր դեղին այդ վայրին դեղականություն մգար իմ խոսած արևմտահայերենիս մեջ որ այդ արևմտահայերեն փարփարը եւ գդարբերեր քրականեն իմ մտքիս մեջ քանի որ մեջը գխառնվեր արաբերենը ֆրանսերենը թուրքերենը եւ որոշ ասացվածքներ լեզվի թարծվածքներ եւ այլն որոնք դեղական էին եւ գգաբեին ինձի մույս թրացիներուս հետ տասնգերներուս հետ քաութիս անդամներուն հետ հիմա ապրելով Լոս Անջելեսի բես քաղաքի մեջ ուր դարբեր սպիրկյան իրականություններ կմիանան հայաստանցիներ կմիանան այդ քաղաքին եւ լեզուն ցևով միշտ այդ գշփվի այս դարբերակները փարփարները գշփվին իրար հետ վայրի դեղականության հետ ունեցած կապս ասի բարձ խոսակ անձնական է գխոսիմ հիմա անշուշտ դժվար է գտնել երբ գխոսիմ բարեկամներու հետ որոնք ինձի պես լիբանանեն են դարբեր լեզուս դարբեր գտարն անշուշտ եւ հոն է որ արևմտահայերենը այդ քրագանն է որ ավելի գիշխ է եւ խոսակցականը գտգարանա կամ խոսակցական դարբերակները գտգարանան եւ հոնե որ այդ շինձյության հարցը երբեմն գերգերց այո մեր ագանչին այդպես խորտ գտվի չէ եւ դակնապները մեկն է արևմտահայերենի իմ կարծիքով բամը որ ես իմ փորձառությանս մաս կգազմե եւ կդեսնեմ նաեւ զավակներս ալ նույնպես այդ միշտ ունին այդ սկացումը մարտահրավերը հոնգա Քիչ առաջ խոսեցար ուսանողներուդ մասին եւ հիմա խոսեցանք վայրի մասին Կալիֆոռնիա արդյոք կրնա ոչ կեղծ գրնա այսպես հարազատ արևմտահայերեն այնտեղ ովքեր են ուսանողներդ եւ ինչ է որ գսորվին ինչ է որ գարդատրեն հետաքրքրական բիլա լսել Ուրեմն UC Irvine Los Angeles-ի քաղաքեն ասենք 1 ժամ հեռու Orange County մեջ հոն է համասարանը բայց ուսանողներուն հայ ուսանողներու մեծամասնությունը գուքան Los Angeles-են եւ կան նաեւ Orange County ծնած մեծած ամերիկահայեր ուրեմն մեր տասնտացներեն ներս կգործեն դարբեր դեսագի ուսանողներ կան անոնք որոնք բացարձակաբես հայերեն խոսիլ գրել գարթալ չեն գիտեր կամ չեն լսած բարձաբես գիտեն որ իրենց մեծ հայրը մեծ մայրը կամ ծնողները մեկը հայ է եւ հետաքրքրված են իրենց մշակույթին հետ գաբ ստեղծելու լեզվի միջոցով եւ գուզեն սորվիլ նոր լեզումը Կան ուսանողներ որոնք heritage speaker են, այսինքն գխոսին հայերեն նույնիսկ եթե լա խոանոցի հայերեն գխոսին հայերենը եղած է իրենց առաջին ուրեմն գհամարեն զայնի պր իրենց մայրենի լեզուն բայց քրել գարթալ սորվելու արիթը բնավ չեն ունեցած եւ կան ուսանողներ որ
քրել գարտալ գիտեն հայկական դպրոց հաջախած են եւ բարձաբես կուզեն որ հայերենի դասընթացքը իրենց բարձր ուսումի այդ փորձառության մաս կազմի եւ գուքան հայերենի դասարան այդ միջավայր մտնոլորտ ընկերային միջավայր փնտրելով Բայց հիմա գա երկրորդ շերտը այս հարցումին այնալ ինչ տեսակի հայերեններով գուքան ուսանողները դասարան Անոնք որոնք գիտեն եւ անշուշտ բազմագի է արևելահայ արևմտահայ իրենց բոլոր բարբարային տարբերակներով Ուրեմն մենք սկզբունքով UC Irvine երբ հիմնվեցավ հայերենի դասընթացներու շարքը հայագիտական ամբիոններս արևմտահայերեն է որ մեր զարգացուցինք այսինքն մշակեցինք մեր curriculum-ը բայց անգարելի է լեզուն չի հրամցնել ընդհանուր պատկերի մեջ են այսինքն իր յուրահատկությամբ պետք է միշտ համեմատությամբ ներկայացնենք քանի որ այդ տարբեր հայերեններն է որ իրենք կփերեն եւ այդ հայերեններու հետ տարբեր մշակութային մեկնաբանություններ հասկացողություններ որ կփերեն դասարան եւ հոնե որ դասարանը ուղղակի գտանա իսկապես հաճելի այդ համեմատություններու մեջ են այդ տարբերակներով Սպիրկյան խճապատկերմը երևի այսպես համեմված չէ Ասեն սպիրկը ինքն իր մեջ տարբեր սպիրկներ ունի ամեն յուրաքանչյուր այդ փոքր սպիրկ իր սովորություններով լեզուով իր մշակույթով իր եղած վայրի գրող նաև որ Կալիֆոռնիա կամ Orange County-ի Los Angeles-ի բարակային այո շատ հետաքրքրական այսպես լեզուն է չէ վերջերս դա դինամիկն է որ գսենք որ գզարկացնե կփոխվի գաստվի այդպես այո Թալար շատ խոսեցանք լեզվի մասին եւ դժվար է անշուշտ հիմա եզրափակումներ ունել բայց եթե 2 տարի 3 գներես 2 տասնամյակ 3 տասնամյակ թիմացնայինք արդյոք արևմտահայերենը ինչ կգարձես պիտի երդա այս լեզուն այսինքն Այս տեսակի podcast-ները պիտի շատ տան հավանաբար քիքեր պիտի հրատարակվին արևմտահայերենով գմտածեմ իմ ընտանիքիս մասին արդյոք քրոջս զավակները հայերեն պիտի գրնան արևմտահայերեն պիտի գրնան խոսիլ արդատրել այդ լեզվով Թորոնտոյի մեջ Հայաստանի մեջ ինչ պիտի լավ վիճակը ինչ նախադասություններ ունիս հայերենի մասին Շունիմ ավականտի դող ագնոցներ, ուրեմն չեմ գրնար հաստատ կամ ինքնավստահությամբ չեմ գրնար պատասխանել այս հարցումը ուղղակի հարցումն է որ ես ինքս հաջող կհարցնեմ մանավանդ տեսնելով իմ զավակներուց դժվարությունը լեզվի հետ ուղղակի թե արած են արևմտահայերեն իրենց մայրենին եւ գգարչին այդ սկացական ցևով գգարչին արևմտահայերենին թե իրենք ալ մտահոգեն ես ալ մտահոգեմ թե այդ փոխանցումը պիտի գարենան ունենալ հաջորդ սերունդին հետ եւ հոնե որ լեզուն այսինքն չափորոշիչը լեզվի գենսունակության հոնե չէ լեզումը գենտանի կհամարվի երբ փոխանցում գա սերունդ եւ ինչպես մեր նախկինները հետ եղերնյան սերունդները միշտ ասած են նահանջը գտեսնենք բայց նաեւ անոր թիմած ինչպես քիչ առաջ կսեի ես լավադես եմ որովհետեւ նաեւ գտեսնեմ նախաձեռնություններ եւ խանդավառված եմ անոնցմով ես կգարձեմ որ արևմտահայերենը թեր մեր հայ իրականության մաս պիտի գազմե, բայց հավանաբար այլ դարբերակով
գկարծեմ որ լեզուն հայերեն լեզուն ընդհանրապես պիտի ունենա այլ դարբերակ մասկե 20-30 տարիների հետ եւ յուրահատուկ չէ ասի մեր հայկական իրականության շուշտ անգլերենը կամ որոշ կան համաշխարհային քերիշխող լեզուներ, որոնք պիտի դիրապետեն գալիք դասնյակ տարիներու ընթացքին այնինչ որ իմ լավադեսությունս քիչ մը գմղե նաև այն է որ հարևմտահայերենը արդեն ունեցած է փոխանցում այդ արցանց ինտերնետի մշակույթի մեջ այսինքն հոն եթե գաղայինք եւ այդ փոխանցումը անցյալ դարիներու ընթացքին չգարենայինք ունենալ վտանգը ավելի պիտի լար բայց արդեն եղած է այդ քայլը անցումը եղած է ուրեմն քիչ մը ավելի լավադես եմ այդ կողմանը բայց իմ անձնական գարձիկովս պետք չէ վարանինք պետք չէ վախնանք արևմտահայ արևմտահայերենի եւ արևելահայերենի այդ շփումեն պետք չէ վախնանք բազմագի լեզվի խաղապարեմը բայց նաև թափտանք քրական լեզուներու յուրահատկություններուն եւ թափտանք այն նախաձեռնություններուն մանավանդ որոնք քրական լեզուն պիտի մշակեն հոնե Փարփարայինը պիտի զարկանա քեղեցկանա այդ բազմագիության մեջ բայց քրականները պետք է ուղագի գազམ་ագերբություններու անձերու մտավորականներու կողմէ ավելի թիդմամբ մշակվին զարկանան որբեսի ընթերցողներու թաշտը չգործընծնենք մենք գնամ ասել ընթերցողներ ենք կոնե ես տալար շատ շնորհակալ ենք շատ հաճելի էր մախտեմ հաջորդ Հայաստան կալդ 12 դարվան փածե յետք չլա ավելի հաջախլա ասպիսով ուրեմն գավարդենք մեր ճակատապացի այս թողարկումը մեզի հետ էր Տալար Շահինյանը իր վայն համալսարանի հայագիտական ամբիոնի դասախոս եւ ինչպես ասենք համեմատական քրականության դասախոս Տալար շատ շնորհակալ ենք շատ հաճելի էր շատ հաճելի մերսի շատ ուրախ եմ